Ավարտին է մոտենում ադրբեջանական ամենամեծ շոուն 15-ի գործով շինծ ու դատավարությունը։ Ագրեսիվ պատերազմ պլանավորելու, ցեղասպանության, ստրկության, ռազմական կողոպուտի, ահաբեկչության ֆինանսավորման ու այլ հորինված մեղքերի համար Ադրբեջանը պատրաստվում է ցմահ ազատազրկել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Նշել, որ մեզ համար որևէ անակնկալ էր, որ նման պատժաչափ է սահմանվել մեր ապօրինաբար Բաքվում գտնվող մեր պատանդների գերիների նկատմամբ, անակնկալ չէր։ Արցախի օմբուդսմենի համար անսպասելի չէր, որ դատախազը ամենախիստ պատիժներն է պահանջել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության համար։ Իսկ թե ինչու են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, ինչպես նաև Մադադ Բաբայանին եւ Մելիքսեթ Փաշայանին մտադիր ազատազրկել 20 տարով, Գեգամ Ստեփանյանն իր բացատրությունն ունի։ Երբ որ մենք էլ էինք մեր մեջ քննարկում տարբեր մեր գործընկերներ, իրավապաշտպան գործընկերների հետ, թե ինչ օրինաչափություն կա այդ պատժաչափի որոշման հարցում, մենք էլ ենք հանգել, որ տարիքն է հավանաբար պատճառներից մեկը։ Ադրբեջանը հաստատում է Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին եւս առաջադրված են այն նույն մեղադրանքները, որոնք ենթադրում են ցմահ ազատազրկում, բայց Ադրբեջանի օրենսդրությունը արգելում է 65 տարեկանը լրացած մարդկանց ցմահ դատապարտել։ 20 տարին ներողություն արտահայտությանս համար, բայց հավասարազոր է օրինակ նույն ցմահ բանտարկությանը, այսինքն նույն վերաբերմունքն է ցուցաբերվել ըստ էության այդ նրանց նկատմամբ եւս, բայց ձևակերպումն է այլ տրվել։ Խիստ ռեժիմի գաղութում կանցկացնեն պատժի վերջին 10 տարին այն պատանդները, որոնք չեն դատապարտվել ցմահ ազատազրկման։ Բաքուն Դավիթ Ալլահվերդյանին նախատեսում է դատապարտել 18, Լևոն Բալայանին 17, Վասիլի Բեգլարյանին, Գուրգեն Ստեփանյանին եւ Էրիկ Ղազարյանին 16 տարվա ազատազրկման։ Ոչ թե ունենք տարբերակված մոտեցում կամ ավելի դրական բարեհաճ մոտեցում, այլ ունենք սահմանափակող օրենսդրական կարգավորումներ։ Միեդում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը նկատում է, վճիռների հրապարակումից անմիջապես հետո պետք է սկսել դրանց վիճարկման գործընթացը Եվրոպական դատարանում։ Հասնենք նրան, որ մարդու իրավունքների Եվրոպական դատարանը արձանագրի իրավունքի խախտումներ։ Թե մենք եւ թե կառավարությունը պետք է դատավարության արդյունքի եւ ընթացակարգերի վերաբերյալ տեղեկություն տրամադրի մարդու իրավունքների Եվրոպական դատարանին, բայց իրավական ինչ գործընթաց ձեռնարկվի, պատանդների ճակատագրի համար բախտորոշ կարող են լինել քաղաքական որոշումները։ Քաղաքական պայմանավորվածություններից է կախված, Բաքվում դատված հայերը տուն կվերադառնան, թե ոչ։ Ադրբեջանական կողմը Հայաստանին հանձնել է այնպիսի ռազմագերիներ, որոնք Ադրբեջանում դատապարտվել են 4 տարի ազատազրկման, 6 տարի ազատազրկման, անգամ 15 տարվա ազատազրկման, դեռևս պատիժը գրած չեն եղել, սակայն քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում նրանք հայտնադարձվել են։ Հայաստանն էլ իր հերթին ցմահ դատապարտված ադրբեջանցիների է ազատ արձակել։ 2020 թվականին հայրենիք է ուղարկել Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին, որոնց հայկական արդարադատությունը ցմահ ազատազրկման էր դատապարտել անչափահաս Սմբատ Ցականյանին առևանգելու, սպանելու համար։ Լիլիթ Խալաթյան, Միլենա Պողոսյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։